Շարունակում ենք Java-ի դասընթացները եւ այս դասում մենք կներբեռնենք, կտեղադրենք մեր համակարգչում բոլոր այն անհրաժեշտ ծրագրերը, որոնք որ պետք են աշխատել Java-ի հետ, նաեւ կծանոթանանք Java-ի տարբերակների հետ, կհասկանանք թե ինչ տարբերակներ ունի եւ որը ինչի համար է նախատեսված, իսկ հիմա տեսնենք թե ինչ ծրագրեր մենք պետք է ներբեռնենք եւ տեղադրենք մեր համակարգչում։ Մեզ պետք է ներբեռնել JDK-ն, JDK-ն իր մեջ ներառում է Java վիրտուալ մեքենան, բազմաթիվ ծրագրեր, բազմաթիվ գրադարաններ, նաև Java-ի հետ աշխատելու համար մեզ պետք է ինչ-որ մի IDE, ինչ-որ մի կոդային ռեդակտոր, մենք կաշխատենք NetBeans-ի հետ, կներբեռնենք NetBeans-ը, JDK-ն եւ NetBeans-ը մենք պետք է ներբեռնենք Oracle պաշտոնական կայքից, Oracle ընկերության պաշտոնական կայքից, որը եւ ներկայացնում է Java-ն։ Ինչպես տեսնում եք, մենք ներկապային գտնվում ենք Oracle-ի պաշտոնական կայքում եւ այստեղից մենք կարող ենք ներբեռնել JDK-ն եւ NetBeans-ը միասին, դրա համար սեղմում ենք download, այստեղ մենք պետք է համաձայնվենք լիցենզիայի հետ եւ հիմա մենք պետք է այստեղից ընտրենք մեր օպերացիոն համակարգին համապատասխան JDK-ն եւ ներբեռնել, եթե ձեր մոտ Windows օպերացիոն համակարգը 32 բայտ է, ապա x86-ն ենք ընտրում, իսկ եթե 64 է, ապա x64-ը, իսկ եթե Linux-ը կամ macOS, ապա այս ֆայլերից ինչ որ մեկը։ Սրանք exe ֆայլեր են, ես չեմ ներբեռնի, քանի որ ես ունեմ արդեն ներբեռնած եւ տեղադրած, ներբեռնեք, կատարեք ինստալացիա, տեղադրեք։ Իսկ հիմա տեղադրելուց հետո մենք պետք է մեր համակարգչում ցույց տանք Java կոմպիլյատորի ճանապարհը։ Դրա համար նախ մուտք ենք գործում disk C program files եւ այստեղ մենք պետք է ունենանք JDK 1.7, կարող է այս թվերը ձեր մոտ տարբեր լինի, կախված թե որ տարբերակներ ներբեռնել, մուտք ենք գործում այդ պապկա, թղթապանակ, այնուհետև bin եւ այստեղ պետք է լինի java-c ֆայլը, դա հենց Java կոմպիլյատոր ֆայլն է, ահա, եւ մենք պետք է մեր համակարգչում ցույց տանք հենց այս ֆայլի ճանապարհը։ Դրա համար այստեղից կրկնօրինակում ենք հասցեն, այնուհետև մոյ կոմպյուտերի վրա աճ մկնիկի աճ ստեղն ենք սեղմում, свойства, дополнительно, параметры среды, եւ հենց այստեղ մենք պետք է ցույց տանք Java կոմպիլյատորի ճանապարհը։ Ես քանի որ ունեմ այստեղ ստեղծած արդեն, կճնջեմ, որպեսզի ձեր հետ միասին ստեղծենք։ Սեղմում ենք создать, անունն ենք գրում, PAT, այնուհետև այստեղ ճանապարհը, այն հասցեն, որը որ մենք նոր կրկնօրինակեցինք, դա C program files JDK 1.7 եւ այնուհետև տարբերակը ձեր մոտ կարող է ուրիշ լինել եւ bin սեղմում ենք OK, այստեղ էլ սեղմում ենք OK, վերջ։ Արդեն մեր մոտ մենք ցույց ենք տվել Java կոմպիլյատորի հասցեն, իսկ հիմա բացում ենք NetBeans-ը եւ ստեղծենք մեր առաջի Java ֆայլը, առաջի մեր պրոյեկտը, այնուհետև պարզենք թե որը ինչի համար էր, ուղղակի հիմա մենք պետք է փորձենք, տեսնենք աշխատում է մեր Java կոմպիլյատորը, ամեն ինչ նորմալ է, թե չէ։ Նոր պրոյեկտ ստեղծելու համար սեղմում ենք file, создать проект, այստեղից ընտրում ենք ցախ կողմից ընտրում ենք Java, աշ կողմից հենց առաջինը приложение Java, տալի այստեղ մենք պետք է մեր նոր պրոյեկտի անունը գրենք, սա գլխավոր կլասի անունն է, կարող ենք թողնել այսպես, կարող ենք փոխել, ենթադրենք 11, այստեղից կարող ենք ընտրել այն տեղը, որտեղ որ պետք է մենք պահպանենք մեր ֆայլերը,
ու սեղմում ենք կատով։ Ահա եւ ստեղծվեց մեր առաջի Java ֆայլը, առաջի Java պրոյեկտը։ Սրանք մեկնաբանություններ են, կարող եք ջնջել, որպեսզի չխանգարի։ Հիմա կոդի հետ ոչինչ չենք անի, ուղղակի մի փոքր բառ դուրս բերենք, տեսնենք, որ մեր մոտ ամեն ինչ նորմալ աշխատում է, կոմպիլյացիան կատարվում է թե չէ, ամեն ինչ ճիշտ ենք արել թե չէ, այնուհետև հաջորդ դասից սկսած կսկսենք պարզել, թե որը ինչի համար էր։ Եթե մեր մոտ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ նորմալ աշխատում է, կոմպիլյատորի հասցեն մենք ճիշտ նշել ենք, ապա մեր մոտ հիմա պետք է դուրս բերվի այս բառը hello Java։ Դրա համար սեղմենք այս կանաչ կոճակը։ Ահա տեսնում ենք, որ մեր մոտ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ նորմալ աշխատում է, իսկ հիմա հասկանանք, թե Java-ն ինչ տարբերակներ ունի, այնուհետև հաջորդ դասից այս մեր գրած կոդը կպարզենք, թե ինչ է, որը ինչ գործողություն է կատարում, եւ հաջորդ դասից սկսենք արդեն կոդերի հետ աշխատել։ Իսկ հիմա հասկանանք, թե Java-ն ինչ տարբերակներ ունի։ Java Standard Edition, Java Enterprise Edition եւ Java Mobile Edition։ Java Standard Edition-ը դա Java-ի սկզբնական տարբերակն է, այսինքն Java-ի հիմնական գրադարանն է, որը որ ցանկացած դեպքում պետք է իմանալ, այսինքն առանց Java Standard Edition սովորելուն մենք չենք կարող անցնել միանգամից Enterprise Edition կամ Mobile Edition։ Java Standard Edition-ը դա Java-ի հիմնական կոդային մասն է, որ պետք է իմանալ։ Այնուհետև դրանից հետո Java-ն բաժանվում է երկու ոլորտի՝ Web եւ Mobile կամ միկրոսխեմաներ։ Web-ը Enterprise Edition, իսկ Mobile Edition-ը դա արդեն հեռախոսներ, միկրոսխեմաներ, այսինքն Mobile Edition-ով ծրագրավորվում են Android համակարգի հեռախոսները, ստեղծվում են հեռախոսների համար խաղեր, հեռախոսների համար ծրագրեր, ինչ որ միկրոսխեմաներ են ծրագրավորում, ենթադրենք հեռախոսի SIM քարտերն են ծրագրավորվում, այսինքն Mobile Edition վիրտուալ մեքենան շատ փոքր է, շատ թեթև է եւ հարմար է նման սխեմաները ծրագրավորելու համար։ Մենք սկզբից ուսումնասիրել ենք Standard Edition-ը, այնուհետև ընթացքում բարձ կլինի կանցնենք Mobile Edition-ի թե Enterprise Edition-ի։ Այս դասում այսքանն էր, հաջորդ դասից արդեն մենք կսկսենք աշխատել Java-ի կոդի հետ, կպարզենք նախ մեր այսօրվա գրած կոդը, թե ինչ էր նշանակում, ինչ կատարվեց այս կոճակը սեղմելուց հետո, կհանդիպենք հաջորդ դասում։